Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է, բարի երեկո պարոն Չալաբյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Չալաբյան, արդեն գիտեք, բոլորը նույն հարցն են իրար տալիս եւ տեսնում են, դուք ինչու եք կենթանի մնացել, ինչու չեք մեռել, մահացել, պատերազմում օրինակ ասենք գնայիք, մեռնեիք։ Գիտեք, ձեզ անկեղծ ասեմ, առաջ անգամ դրա մասին ասում, նոյեմբերի 10-ի առավոտյան 2020 թվականի առավոտյան շատ վաղ ժամը 3-ին 4-ին երբ որ դուրս աղմուկից ես զարթնեցի եւ հասկացա ինչա կատարվել, ինչա քաղաք, հասկացա ինչա կատարվել։ Անկեղծ ասած մտածի նրա մասին, որ մենք կենթանի մնացածներս գուցե հետո երանի տանք նրանց, ովքեր զոհվել են պատերազմում, որովհետեւ ովքեր զոհվել են հերոսացան ու չտեսան այդ պարտության դառը բեռը ու չտեսան նաև այն ամեն ինչ, որ կատարվեց դրանից հետո, երբ որ պարտության հետևանքով տարիներ շարունակ, արդեն փաստորեն 6-րդ տարին է, մենք ապրում ենք նվաստացման, ստորացման եւ շարունակական զիջումների պայմաններում։ Ոստի ձեր հարցը մի քիչ իսկապես փիլիսոփայական հարց է, երբ որ դա իմ հարցը չի, դա Նիկոլ Փաշինյանի հարցն է քաղաքացու։ Հիմա ես հետադարձ որ նայում եմ, մտածում եմ գուցե լավ կլներ ես էլ այդ ժամանակ զոհված լինեի, չտեսնեի այն ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում բերեց մեր գլխին։ Շատերն են գուցե այդպես մտածում, տեսնենք ինչ կլինի, բայց ուզում եմ հասկանալ, ինչը արևմուտքը սկսեց արդեն կոմպրոմատներով պատերազմը եւ արդյոք սա նույնը չէ, ինչ արվում էր Մոլդովայում ընտրությունների ժամանակ։ Ես օրինակ առանձնացրել եմ որոշ դրվագներ, թե ինչպես Մայա Սանդուի հակառակորդի դեմ ինչպիսի տեխնոլոգիաներ կիրառվեցին եւ դարձյալ դրսում ստեղծված արևմտյան ինչ-որ լրատվամիջոցների, մեդիա հարթակների միջոցով սկսեցին կոմպրոմատներ տարածել։ Մենք արդեն մտանք այդ փուլ։ Ես որևէ կասկած չունեմ, որ այն ինչ որ արվել է Մոլդովայում, կրկնվելու է Հայաստանում, առավելևս որ դրա վրա բավական մեծ միջոցներ են հատկացված, քաղաքտեխնոլոգներ են եկել այստեղ, կառույցներ են աշխատում եւ այլն, հա։ Բայց ես կարծում եմ, որ մոլդովական սցենարը Հայաստանում կրկնել չի հաջողվի եւ շատ པարզ պատճառով, որովհետեւ այն գոյաբանական սպառնալիքները, որոնք կան Հայաստանում եւ որոնք բերել են այս վարչախմբին հակազդեցությանը, հա, դրանք չկային Մոլդովայում այդ տեսքով։ Այստեղ մեր համար այս ամբողջ այս ընտրաշավը դա քաղաքական ընտրաշավ չի։ Դա նույնիսկ արևմուտք արևելք ընտրության խնդիր չի, դա խնդիր է լինել ազգային պետություն, թե կուլ գնալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Դա հանրակրվե է մեր համար։ Մոլդովայում բոլոր դեպքերում ավելի շատ արտաքին կողմնորոշման խնդիր էր, այդ արտաքին կողմնորոշման խնդիրը Դա այստեղ էլ են այդպես դարձնում այս ընտրությունը։ Հա, բայց նույնիսկ եմ ասում, տեսեք, այնտեղ արտաքին կողմնորոշման խնդիր էր, իսկ մեր մոտ այդ արտաքին կողմնորոշման խնդիրը եւս գոյություն ունի, բայց դրա վրա վերադրվում է հետեւյալը, որ կողմնորոշումը Մոլդովայի կներեք արևմտյան հարևանը Ռումինիան է, որ իրանց ազգակից պետությունն է։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որ ոչ միայն մեր ազգակից չի, այլ ըստ էության արդեն դարավոր թշնամին է եւ դա չի էլ թաքցնում ըստ էության։ Նույնիսկ երբ որ Թուրքիայում խելամիտ ձայներ են հնչում, որ ասում են պետք է Հայաստանի հետ փորձել հաշտվել, սահմանները բացել եւ այլն, միշտ բարձրանում է թրեշի գլուխ ընդեղ ու ասում են չէ, սպասեք, մինչեւ Ադրբեջանից բան չունենանք, այսպես ասած թույլտվություն չունենանք, ոչ մի բան էլ չենք անի։ Խելամիտ է, չէ՞, ենթադրել, որ երբ որ Թուրքիայի փոխնախագահը գալիս է Հայաստան, գոնե ինչ որ մի հատ խելամիտ ժեստ կանի, չէ՞, ասենք բարի դերացիության կասել օրինակ, լավ այնուամենայնիվ բացում եք այդպես, չարեցին, կարող էին օգտվել առիթից, այս վարչախմբի դեմը մի հատ այնպես ոսկոր գցեին, բայց նույնիսկ այդ չարեցին, որտեղ մինչև վերջ փորձում են խեղդել Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, պարոն Չալաբյան, ուրեմն առանձնացրել էի, որովհետեւ մեր հետևորդներն էլ իմանան, նույն մեկին մեկ նույն ձեռագիրն է, արևմտամետ մեդիայի եւ հանրապես դրսում ստեղծված որոշակի մեդիաների միջոցով գործի դրեցին ոչ միայն դասական PR գործիքները, այլ ամենակարևորը սև PR-ի գործիքները եւ Ստոյանոգլոյի դեմ, ընդ որում հրապարակելով իբրև թե Մոսկվայի դրածոնն է նյութեր, նաեւ ինչ-որ էթնիկ քարտի խաղարկում, քսենոֆոբիայի տարերով, ինչ-որ կոմպրոմատներ, վախեր էին ներշնչում բանով, հա, այդ տեխնազույով, կրիմինալի հետ կապեր, ռուսական ինչ-որ կառույցների հետ կապեր եւ այլն, նույն, հա,
ընտրակաշառքների ցանցի հետ ասոցացում, քրեական օլիգարխների հետ հարաբերություններ, այս ամեն ինչը նույն մեկին մեկ նույնությամբ, հա, արել են նաև իհարկե գաղտնի բաներ, ինչ որ ձայնագրություններ էին եւ սարքվում, որը իրական, որը կեղծ, այս ամեն ինչը արվել է հենց նույն Մոլդովայում։ Նույն, մեկին մեկ։ Նորից ասում եմ կրկնեմ, տեխնոլոգիան նույնն է, բայց արդյունավետությունն է տարբեր լինելու։ Ասեմ ձեզ ինչու։ Տեսեք, Ստվանոգլուի մասին ասացիք, նախ հիշենք, որ նա իսկապես ազգային փոքրամասնություն ներկայացուցիչ էր, Գագաուզ էր, ոչ թե մոլդավացի։ Այո, դրա համար խաղարկում էին այդ քարտը։ Հիմա տեսեք, օրինակ Փաշինյանը փրփուրը բերանին խաղարկում է արցախցի, հայաստանցի հակադրության քարտը։ Բայց իր հիմնական հակառակորդի մրցակիցը հայաստանցի է, սկսենք դրանից։ Հիմնական մրցակիցը հայաստանցի է, ուստի նույնիսկ այդ քարտը, երբ որ ինքը խաղարկում է, նախ այդ քարտի կիրառումը շատ սահմանափակ է, հա, որտեղ Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը Արցախի հայերին համարում է նույն ձևի հայ, նույն ձևի եղբայր եւ քույր։ Այդ քաղաքակարգը չի աշխատում տվյալ դեպքում, հա, արցախցիները գագաուզ չեն, կներեք։ Երկրորդը, հիմնական մրցակիցը արցախցի չի, հայաստանցի է, լոռեցի է, տաշիրցի է։ Այդ ժամանակ փորձում են, ասենք, ռուսական կապերը խաղարկել։ Բայց ըստեղ էլ մարդիկ մոռանում են մի բան, մարդիկ ասելով նկատի ունեմ նրանք, որոնք այդ բոլոր սև կեղտո տեխնոլոգիաները փորձում են օգտագործել, որ այս մարդը վերջի առնվազն 20 տարիների ընթացքում այն պայծ սկսած, երբ որ նա այնտեղ հարստացել է որոշակի կարողության տերադար, սկսել է այդ կարողությունը անընդհատ շարունակաբար ներդնել Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն քայլափոխում գնացեք կամ այդ մարդու ստեղծած արտադրություններն են, կամ այդ մարդու արած բարեգործությունն է, հասկանում եք, եւ Հայաստանի ժողովուրդը ի վերջո կուր չի։ Նա տեսնում է այդ ամեն ինչը նյութականացված է, շոշափել է եւ այլն, հա, եւ շատ դժվար է, ասենք, մարդկանց համոզել նրա մեջ ինչ որ գոյություն չունի կամ համոզել նրա մեջ ինչ որ գոյություն ունեցող ուղի հակառակն է։ Այդտեղ էլ է տեխնոլոգիան չի աշխատում։ Եվ երրորդը շատ կարևոր է հետեւյալը, որ Հայաստանում անդիմությունը առնվազն մի քանի խմբերով է գործում եւ ըստեղ այս վարչախմբի, այսպես ասած, քարոզչական ռեսուրսը, այդ ծև տեխնոլոգիա ռեսուրսը պարզապես չի հերիքում։ Պարզապես չի հերիքում, շատ դժվար է պայքարել, երբ որ քո դեմ բազմաթիվ անկյուններից, բազմաթիվ ուղղություններից են պայքարում, չի հերիքում։ Փաշինյանը, իդեպ ես մի բան էլ ասեմ, եթե դուք ուշադրություն եք դարձրել, Փաշինյանը ինչ որ իմաստով նաև դարձել է մեկուսացած նույնիսկ իր խմբավորման ներսում։ Շատերը իր խմբավորումից իրան բացահայտ այլևս չեն էլ աջակցում, չեն էլ խոսում։ Այսինքն ինչ-որ մի խմբակ կա շուրջը, որը շարունակում է այդ պրոպագանդան։ Այդ իր հեղափոխության խմբակներ էլի։ Այո, իրեն անմիջական քայլիստներն են։ Հա, բայց եթե տեսնում եք, ասենք, իր падգամավորական խմբակցությունն է, այսօր ազգային ժողովում, ասենք, մի 66 մարդ է, չէ՞, այն այնպես չի, որ այդ 66-ն էլ նույն ակտիվությամբ աշխատում են։ Ես զգում եմ, որ իրանք էլ կանխատեսում են, տեսեք, այստեղ շատ կարևոր բան կա։ Իրանք կանխատեսում են Փաշինյանի պարտությունը եւ սկսում են արդեն վախենալ սեփական ճակատագրի համար։ Իրանք փորձում են բալանսավորել, իրանք փորձում են մեղմ ասած համ նարին խփել, համ մեխին խփել, կամ շատ չհայտնվել տեսախցիկների առաջ, կամ նենց խոսալ, որ հետագայում այդ իրանք խոսածածը իրանք դեմ չօգտագործի, որտեղ ինչ որ խոսում է Փաշինյանը, դա հանցագործություն է։ Սպառնալիքները, բռնության սպառնալիքները, սատկացնելու, ոչնչացնելու, կզացնելու եւ այլն, այդ դրանք բոլորը ըստ էության հանցագործության սահմանը անցնում են։ Փաշինյանը կարող է դա անել մի պարզ պատճառով, որովհետեւ ինքը էսպայն իրավապահ համակարգը վերահսկում է։ Բա հետո ինքը կորցնելու բան չունի։ Բայց մնացածները իր շուրջը արդեն հասկանում են, որ ես ուզում եմ, որպեսզի հեռուստադիտողն էլ պատկերացնի, ինչպես Մոլդովայում ընդդիմության, հա, տեխնացուի Ստոյանոգլոյի դեմ օգտագործվեց նաև այդ նույն կայքը, այդ ինսայդերը, որը Սամվել Կարապետյանի դեմ այս հոդվածը հրապարակեց, նույն այդ ինսայդերը հրապարակում էր անում նաև նրա դեմ։ Հա, լրտեսական գրոհի ագենտ լինելու մասին էր ինֆորմացիաներ տարածում, ամբողջ Մետան, Microsoft-ը իրենց հետախուզական ցանցերով ամեն ինչ կցված էին դրան, ամեն ինչ։ Հիմա սրա մասին խոսենք։ Այս բացահայտում կոչվածը ճակերտավոր, ընդ որում հարգելի հետևորդներ, ես ասել եմ, որ այդ երեք ես տեղեկացրել եմ ձեզ, որ այդ ինսայդեր մեդիա հարթակը հիմնադրվել է 2013 թվականին ռուս ընդդիմադիր լրագրող եւ հասարակական գործիչ Ռոման Դոբրոխոտովի կողմից եւ դրա գրասենյակը ինքը անհայտ է թե որ հիմա տվյալ պահին որ երկրում է գտնվում, բայց այդ մեդիա հարթակի գլխավոր գրասենյակը գտնվում է Ռիգայում, Լատվիայում։
այսպես կառավարվում է, որովհետեւ մեր հերոստատողը իմանա, բայց ուզում եմ սա ասեք, մեր հասարակության վրա դա ազդում է, թե չէ։ Հիմա մի վատ բան եմ ասում, իհարկե, որ երկու դեպքում էլ սարսափելի է, հա, ՖՍԲ-ի գործակալ լինեն, Ռուսաստանի գործակալ լինեն, թե ՑՌՈ-ի գործակալ, հա։ Հիմա, բայց մեր ժողովրդի մոտ մի տեսակ ՑՌՕ-ի գործակալ լինելը ավելի վախենալու է, քան ՖՍԲ-ինը, սխալ եմ։ Տեսեք, եկեք մի հատ փորձենք հասկանալ իսկապես ազդեցությունը ընտրաշավի վրա։ Անկասկած, այսպիսի, այսպես ասած, բաները, ինֆորմացիոն բաները ազդում են մարդկանց վրա, բայց արդյոք դրա ազդեցությունը այդքան մեծ է, կարծում եմ, որ չէ, որովհետև ի վերջո առաջի այդպես բանից հետո, ինֆորմացիոն շոկից հետո մարդիկ սկսում են դատել, վերլուծել, իդեպ վերջը սկսում են նաև հասկանալ, ինչ գործ ունի ինսայդեր կայքը մեր ընտրաշավի մեջ։ Դա դրսից ակնհայտ միջամտություն է մեր ներքին գործերին, ինսայդերը հայկական կարգ չի, ինքն է ասում, որտեղ է գրանցված ու կողմից է եւ այլն։ Դրա համար ես պարզապես մեր քաղաքացիներին կառաջարկեի պարզապես առհամարանքով վերաբերվել բոլոր այդ սև տեխնոլոգիաներին։ Դատեք մարդկանց մասին ըստ իրանց կյանքի, ըստ իրանց գործունեության, իրանց արածի, իրանց չարածի, իրանց խոստացածի դիմաց արածի եւ չարածի։ Դե վերջի շատերը հարց են տալիս։ Նիկոլ Փաշինյանը, որ երկրների գործակալ է Թուրքիայի, Ադրբեջանի, որ երկրի գործակալ է։ Ամենապարզ բանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ կապված պետք է անեն, ասել հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը 21 թվականին մասնակցել է համապետական ընտրությունների, բերել ներկայացրել է քաղաքական ծրագիր, չէ՞։ Նախընտրական ծրագիր է ներկայացրել։ Պարզ հարց տվեք այդ նախընտրական ծրագրից ինչն է արված, ինչը չի արված եւ իդեպ ինչն է արված ուղիղ հակառակը։ Ինչն է արված ուղիղ հակառակը, խոստացել է ուղիղ հակառակն արել։ Եկել ասել է Արցախը Հայաստանն է եւ վերջ, եւ հիմա ասում է, ով որ Արցախի հարցը Արցախ էլ չասում, Ղարաբաղ ասում, ով որ Ղարաբաղի հարցը փորձի բացել, անձնապես իմ հետ գործ է ունենալու։ Նախ անձնապես դու ով ես։ Դու ով ես։ Դու որ չընտրվես, ով ես լինելու։ Այդ ինչ ես մեզ սպառնում։ Մենք բնականաբար այդ հարցը երբեք էլ չենք համարում փակած, իդեպ մեր ժողովրդի 90%-ը չի համարում, որ այդ հարցը փակված է։ Նա համարում է պարզապես, որ այս պահին այդ հարցը պետք չի շարքել։ Բայց մեր ժողովրդի ցանկացած սոցիոլոգիական հարցում ցույց է տալի, որ մեր ժողովուրդը չի համարում, որ այս պարտությունը հավերժ պարտություն է եւ բերելու է նրան, որ Արցախի հարցը փակվի։ Մարդիկ գիտակցում են, որ Արցախի հայ բնակչությունը ունի անկախտելի իրավունքներ եւ այդ իրավունքները պետք է իրացվեն։ Անկախնես թե Փաշինյանը ինչ է մտածում։ Եվ Փաշինյանն եւ պարզապես ուզում եմ հարց տամ նաեւ հակադարձելով իր հարցին։ Դու ով ես, որ Արցախի հարց փակես։ Կամ դու ով ես, որ մենք քո հետ գործ ունենանք կամ գործ չունենք։ Դու ով ես։ Դու քեզ այնց ինչ ես ներկայացնում։ Այս պահին դու Անկախ ժողովրդի ընտրյալն եմ։ Այս պահին, իսկ հետո, երբ որ չես լինի ընտրյալ, ինչի պետք է մենք քո հետ հաշվի նստենք։ Ինչի որ ընտրյալ լինի, պիտի ենթադրենք ընտրյալն ես, ենթադրենք։ Եթե ընտրյալն ես ժողովրդի, հələ այդ քննարկելի քա թե 21 թվականին դու ոնց անցար, որտեղ բայց իրենց ընտրվել ես Արցախի դեօկուպացիայի, այո, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խոստումով, անջատում հանուն փրկության, որը քո ընտրաշավում բան ես արել, հա, շահարկել ես, այդ խոստումով է ժողովուրդը քեզ ընտրել։ Դու այդ մեղմ ասած խոստումն ես բերել դրել սեղանին, որ քեզ ընտրել է։ Հիմա ինչի՞դ հետ պետք է հաշվի նստենք, որ դու խոստումը դրժել ես, դրա հետ պետք է հաշվի նստենք, դրա հետ հենց հաշվի ենք նստում։ Դրժել ես, դրա քեզ չեն ընտրելու։ Հետևաբար դու չունես լեգիտիմություն։ Բացարձակ լեգիտիմություն չունի, իդեպ, մի բան ձեզ ասեմ, էլի։ Տեսեք, Փաշինյանը ինչ ցանել է, այդ էլ սկսել է հնձել։ Երբ որ նա դուրս է գալիս փողոց, մարդիկ գալիս են, իրական մարդիկ գալիս են իրանից հաշիվ են պահանջում իր դրժած խոստումների համար։ Դա հենց այնա, որ ինքը սկսել է հնձել, այն ինչ որ ցանել է։ Այն կեղծիքը, սուտը, տարբեր հասարակական խավերի նկատմամբ ատելությունը, որը նա տարածել է, հիմա բումերանգի պես վերադառնում է իրան եւ մինչեւ ընտրաշավի վերջը անկասկած շարունակելու է վերադառնալ, որովհետեւ ում նկատմամբ դու ատելություն ես տարածել, այդ մարդիկ գալիս են քեզանից հաշիվ են պահանջում։ Ում դու տնազուրկ ես, տնալավեր ես արել, մարդիկ գալիս են քեզանից հաշիվ են պահանջում։ Ում դու տարել կոտորել ես իմանալով, որ դու պարտության ես ստանում մարդկանց, մարդիկ գալիս են քեզանից հաշիվ են պահանջում։ Տենց է լինելու։ Դա անխուսափելի է։ Եվ օրինակ ելնել ասել, որ գիտես ինչ անդիմությունը քեզ փող ա տվել, որ դու գաս այդ հարցը տաս։ Փողով հնարավոր չի մարդկանց ուղղորդել տենց հարցը տա։ Այդ մարդիկ իրանց սրտից են այդ հարցը տալի։ Իրանց վշտից, իրանց դարդից, իրանց ցավից են այդ հարցը տալի։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Պարոն Չալաբյան, տեսեք, ես չգիտեմ, արդիկ օրինակ այս վերլուծությունը զուգահեռը տանում են, թե չէ։ Սամվել Կարապետյանը այսօր ինչի համար են կալանավորված։
Ինչի համար է, հա, բանտում գտնվել, հիմա տնային կալանքի մեջ է գտնվում։ Ինչ է նա ասել։ Նա ասել է եկեղեցուն կաջակցենք մեր ձևով, չէ՞։ Բայց դրան իրենք այսպես քրեա իրավական գնահատական տվեցին, մարդը այսօր կալանքի մեջ է գտնվում։ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է կսատկացնեմ, կկզծնեմ, հազար ներողություն արգելի հետևորդներ, կսատկացնեմ ըստ դա սպառնալիք չէ։ Մարդը ասել էր Սամվել Կարապետյանը կպաշտպանենք եկեղեցուն մեր ձևով, սա իր քաղաքական ընդդիմախոսների կամ Հայաստանի քաղաքացիների մասին խոսելից ասում է կզծնեմ, կսատկացնեմ, կոչնչացնեմ, էս կանեմ, այն կանեմ։ Հիմա կներեք էլի, այսինքն ինչու է Սամվել Կարապետյանը դրա համար գտնվում կալանքում, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ։ Դրա համար չէ, շատ ավելի անմեղ բանի համար։ Հա, չէ, այսինքն դրա համար նկատի ունեմ, որ ասել էր կաջակցենք մեր ձևով, ինչ էր ասել։ Սպառնացել էր, ասել էր կսպանեմ, ագրեսիայի կոչեր արել, ինչ էր արել։ Եկեք թողենք Սամվել Կարապետյանի մի կողմ հասկանալը, որ նա ընդհանրապես որևէ կերպ օրենքը չի խախտել։ Բացարձակ։ Վերցնենք Նիկոլ Փաշինյանին, հա։ Ուրեմն 3 մակարդակով ես կդիտարկեի այս հարցը։ Առաջինը, որպես պաշտոնատար անձ նա ակնհայտորեն խախտում է էթիկայի կանոնները, որոնք օրենքով ընդունված են Հայաստանում եւ գոյություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը ի պաշտոն է պարտավոր է դրան հետևել։ Ինչպես գիտեք, 3 ես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պաշտոնական դիմումով պահանջելով վարույթ նախաձեռնել։ Եվ ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատասխանատվություն է կրում Փաշինյանի այլանդակ այս հայտարարությունների համար, որովհետև եթե նա այս անգամ էլ վարույթ չձեռնարկի, ինչպես նախորդ անգամ վարույթ չձեռնարկեց, երբ որ Փաշինյանը ընտրողներին շունուշանգյալ անվանեց, նա Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն է կրում, դա մեկ։ Երկրորդը, Փաշինյանը ընտրություններին մասնակցող տեխնացու է։ Դա նրա երկրորդ դերն է, նա ընտրություններին մասնակցող տեխնացու է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ելնելով ընտրական օրենսդրությունից, ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքից, պետք է ըստ վարույթ հարուցի եւ դիտարկի հարցը, արդյոք կարելի է թույլ տալ, որպեսզի Փաշինյանը շարունակի ընտրաշավը, որովհետեւ այն տեխնացուն, որը բռնության կոչեր է անում իր մրցակիցների նկատմամբ, ընդհանրապես ասած պետք է ընտրաշավից հանվի։ Այդ երկրորդը։ Երրորդը Հայաստանի Հանրապետության դատախազությունը, որը այս ընթացքում բազմաթիվ քրեական գործեր է նախաձեռնել, ոչ միայն Սամվել Կարապետյանի, բազմաթիվ մարդկանց նկատմամբ, բազմաթիվ, որոնք շատ ավելի անմեղ արտարություն են արել։ Կամ գրառում են կատարել։ Հիմա աչքերը փակում, կոծկում է Փաշինյանի կողմից, ակնհայտ իմ տեսանկյունից, ակնհայտ։ Օրենքի սահմանը հատող հայտարարությունները, բռնության կոչերը, սպառնալիքները եւ այլն, հա, որոնք քրեական օրենսգրքով եւս պատժել են։ Հիմա այս ընթացքում գործող գլխավոր դատախազը եւ դատախազությունը նրա ղեկավարության ներքո կոծկել են Փաշինյանի բազմաթիվ առերևույթ հանցագործություններ։ Մենք բազմիցս հանցագործությունների մասին հաղորդումներ ենք ներկայացրել, որոնք ոչ մի ընթացք չեն ստացել։ Հիմա ես օգտվելով եթերից ուզում եմ նաեւ ասեմ, գլխավոր դատախազը նույնպես պատասխանատվություն է կրում Փաշինյանի առերևույթ հանցավոր վարքագծի համար, քանի որ նա կոծկում է այդ հանցավոր արարքները շարունակաբար։ Եվ ես ուզում եմ ասեմ հետեւյալը, այս բոլոր անձանց Փաշինյանի իշխանությունը ոչ միայն հավերժ չի, շատ տեսանելի ապագայում նա կվերջանալու է։ Եվ դուք բոլորդ, որոնք կոծկել եք նրա հանցավոր արարքները, նրա հետ պատասխանատվություն եք կրելու, ոչ միայն քաղաքական, այլև իրավական, որովհետև կոծկումը դա քրեական հանցագործություն է։ Կոծկումը քրեական եւ գլխավոր դատախազը կանգնելու է դատարանի առաջ եւ բացատրություն տա, ինչու է նա շարունակաբար կոծկում քաղաքական իշխանության ղեկավարի հանցավոր արարքները։ Հիմա հարց եմ տալիս, որքանով են այս ընտրությունների արդյունքները վստահելի լինելու։ Ինչու եմ սա հատկապես հարցնում, որովհետև խնդրեմ, տեխնացուներից մեկը Նիկոլ Փաշինյանը, որը ամբողջ պետական բյուջեն, ամբողջ վարչական ռեսուրսը, ամբողջ իրավապահ համակարգը, դատական համակարգը, ամեն ինչ եւ արտաքին ուժերին օգտագործում է իր վերընտրվելու համար, փաստորեն ինքը մյուս տեխնացուներին սպառնում է։ Ձեզ կսատկացնեմ, եթե հանկարծ խանգարեք իմ ընտրություններ, իմ ընտրվելու։ Թռնեք վերև, իջնեք ներքև, դուք չեք լինելու, մեկը ես եմ անելու։ Հիմա հարց է առաջանում, որքանով են վստահելի լինելու այս ընտրությունների արդյունքները, եւ արդյոք մենք հասնելու ենք ընտրության։ Նախ շատ կուզենայի, որ մենք հասնենք ընտրության, անցնենք քվեարկության օրվա միջով եւ ընտրությունների արդյունքները, առնվազն քվեարկության արդյունքները լինեին արժանահավատ։ Դա իմ անձնական մեծ ցանկությունն է։
Դրանով հանդերձ Տիկին Սերյանն ուզում եմ ձեզ ասեմ հետևելը, որ արդեն այն ինչ որ տեղի ունենում քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն խախտում է մրցակցային ընտրությունների սկզբունքը, որտեղ կա մի կողմ 19 մասնակցող սուբյեկտներից կամ մի սուբյեկտ, որը ակնհայտորեն օրենքից վեր է եւ օրենքից դուրս է։ Դա մենք տեսնում ենք, նա խախտում է օրենքը ամեն քայլափոխին։ Նրա կամակատարները ամեն օր իրականացնում են ձերբակալումներ, բերման են ենթարկում ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր ակտիվիստների շարքային մարդկանց պարզապես բերման են ենթարկում, փորձում են ահաբեկել, փորձում են մարդկանց պարտադրանքով տանել հանրահավաքների, բացահայտ փաստերը կան, ձայնագրությունները կան, քրեական գործեր չեն արվում։ Եվ մարդիկ դուրս են եկել իմ կարծիքով, այս խմբավորումը, դուրս է եկել կյանքի վերջի կռվին։ Կյանքի վերջի կռվին։ Իրանք հասկանում են, որ եթե իրանք չհաղթեն, իրանք համար դա իրանք են տես որոշել, որ իրանք համար սա կարող է աղետալի լինի։ Այդ մի 10 հոգին է, 10-15 լավ։ Իրանք համար կործանվում լինի։ Բայց այդ 10-15 հոգու պատճառով երկիր է կործանվում։ Մենք կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը դա կլինի ոստիկանությունը, կլինի դատախազությունը, կլինի քննչական մարմինները, մանավանդ դատարանները, դրանք պետքա турք չտան այս արկածախնդիրների կազմակերպած այս վտանգավոր արկածախնդրությանը, ինչի որովհետև նրանք պարտվելու են բոլոր դեպքերում, ժողովուրդը մերժելու է նրանց, դա արդեն իմ համար ակնհայտ է դառնում։ Եվ եթե նույնիսկ նրանք փորձեն ընտրությունները կեղծեն, արտակարգ դրություն հայտարարեն, քաղաքացիական բախումներ հրահրեն եւ այլն, միևնույնն է, չեն կարողանալու իշխանությանը երկար մնա, եթե ժողովրդի աջակցությունը չունեն։ Ի վերջո հիշեք, որ Փաշինյանը այս 5 տարիների ընթացքում կարողացել է իշխանություն պահել, որտեղ 21 թվականին ստացել է մեծամասնության աջակցությունը։ Իրատեսականորեն ստացել է, հիմա ինչ ուզում ենք ասենք, ստացել է այդ աջակցությունը։ Բայց եթե նա չստանա այդ աջակցությունը, նրա հուսահատ ճիքերը կարճել իշխանությունից մեծամասնության կարծիքին հակառակ ձախողման են դատապարտված։ Ես դրանում համոզված եմ։ Իրենք այս ամեն ինչը նաև անում են, որ իբրև թե հասարակությունը վախենա, չգնա ընտրությունների, բայց մարդիկ լուր դիմադրություն են ցույց տալիս, ես տեսնում եմ դա։ Շատերը գուցե լռում են, բայց այդ օրը գնալու են, հայ։ Չգնալու են ընտրությունների, մերժելու են Փաշինյանին, ես դրանում որևէ կասկած չունեմ, եւ ես հատուկ ուզում եմ օգտվել առիթից եւ իրավապահ համակարգի բոլոր աշխատակիցներին հիմա ասեմ, հարգելներս, Փաշինյանը հեռանալու է։ Դուք իրան հանցակից մի դարձեք։ Ձեր խնդիրն է պաշտպանել օրենքը։ Օրենքը հստակ է Հայաստանում։ Պաշտպանեք օրենքը, ամեն քայլափոխին պաշտպանեք օրենքը։ Դա լավագույն երաշխիքն է, որ առաջինը մեր երկրում կայունությունը չի խախտվի, որ մեր երկրում տեղի կունենա օրինական իշխանափոխություն, որ նոր իշխանությունը, որը գա, հնարավորություն կունենա ձեր հետ խելամիտ աշխատելու եւ այլն։ Մի փորձեք, մի ընկեք Փաշինյանի ազդեցության տակ։ Նա ակնհայտ է, որ ըստ էության գնում է ծայրեղ արկածախնդրության սեփական մորթապաշտությունից ելնելով, դա իմ համար ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ մնացած հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են իրավապահ համակարգում, պետք է այդ արկածախնդրությանը турք տան։ Ընդհակառակը турք մի տվեք, մերժեք արկածախնդրությունը, պաշտպանեք օրենքը։ Իդեպ օրեր շարունակ մեզ հասնում էին տեղեկություններ, որ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համակարգում իշխանությունները լուրեր են տարածում, որ այ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, գան մյուսները, ձեր աշխատավարձերը կրճատելու են, էս են անելու, զրկելու են, չգիտեմ ինչերից, նույնիսկ Արման Թաթոյանը հայտարարությամբ հանդես եկավ, կոչ անելով, որ չհավատան այդ կեղծիքին, հիմարություններին, նման հիմարություններին, որ իշխանությունները տարածվեն։ Բայց ինչ վերաբերում է տարածելուն, մի քանի օր առաջ ես արդեն լսել էի ուրեմն ներքին ինֆորմացիա, որ այս իշխանությունները պատրաստվում են մինչև ամսի 25-ը Նարեկ Կարապետյանին եւ այլ գլխավոր եւս անձանց ուժեղ Հայաստան թիմից ձերբակալել։ Եվ փաստորեն իրենք սկսեցին եփել մեջբերել, բացի այն, որ Սամվել Կարապետյանի մասին այդ Facebook-ի հետ առնչվելու մասին տեղեկությունները գցեցին, նաև տարածեցին, որ սա իբրև թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է եղել եւ թաքցրել է։ ԿՀ չնայած կարծես հերքող պատասխաններ տվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ Նարեկ Կարապետյանի գրանցման թղթերի հետ իրենք խնդիր ուսումնասիրել են, որևէ խնդիր չկար, եւ սակայն հետաքրքիր է քննչական կոմիտեն
այսօր հայտարարությամբ հանդես եկավ, դե դրանից առաջ Ալեն Սիմոնյաններ բան սկսեցին տարածել, քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ուժեղ Հայաստան Դաշնքի падգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները, քրեական գործ հարուցելու մասին են խոսում։ Իհարկե Նարեկ Կարապետյանը լավ հայտարարություններ արել, ուզում եմ կարճ ընթերցեմ։ Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում է նորը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է։ Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն։ Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն, Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի։ Ես իրավական կողմը մեկնաբանում եմ, կարծում եմ Նարեկ արդեն քաղաքական պատասխանը տվել է, բայց իրավական կողմը հետևելն է։ Ընտրաշավում գտնվող տեխնացուին ազատազրկելու համար անհրաժեշտ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։ Ես համարյա բացառում եմ, դա որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի համաձայնություն տա, ոչ թե որտեղ այնտեղ սրբեր են հավաքված, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն երգել է, որ այս մարդը ունի երկրորդ քաղաքացիություն, արդեն հայտարարություն է տարածել, որ մենք ծանոթացել ենք փաստաթղթերին, վերլուծել ենք եւ ոչ մի այդ փաստաթղթերը տրամադրել է ներքին գործերի նախարարությունը, չէ՞, բնականաբար։ Այո, ոչ մի հիմք չկա։ Հա, ոչ մի հիմք չկա։ Ավելին ձեզ ասեմ, տեսեք, որպեսի մարդուն ազատազրկեն, դատարանի որոշումն է պետք, ցանկացած դատավորի ես հիմա պարզապես նաեւ խորհուրդ կտայի։ Հանգարց դուրք չտայք նոր այս արկածախնդրությանը, ձեր ձեռքերով օրենք չխախտեք։ Ձեր ձեռքերով օրենք չխախտեք։ Կա անմեղության կանխավարկած։ Եթե այո, կա քրեական օրենսգրքի 400, չգիտեմ որերորդ հոդված կա, 449 հոդվածի առաջին մաս, պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելու կամ պահպանելուն, որպեսզի նույնիսկ քրեական վարույթ նախաձեռնվի, ես չեմ ասում ազատազրկման մասը, որովհետև ազատազրկման հիմք էլ չկա։ Խափանման միջոցը պետք է ավելի մեղմ լինի, որովհետև խոսքը լինում է թեթև անձնագործության մասին արարել։ Բայց նույնիսկ դրա համար քննչական մարմինը պետք է բերի հավաստի փաստաթուղթ ներկայացնի։ Ոչ թե ինչ-որ կեղծիքներ, որոնք մինչև հիմա անընդհատ շրջանառության մեջ են ցանկացած ընդդիմադիր գործիչի վերաբերյալ։ Ներառյալ ձեր խոնարհ ծառայի, հա, բերեք փաստաթուղթ ներկայացրեք։ Եթե այդ փաստաթուղթը չկա, չի կարող դատական որոշում լինի։ Ուստի ես կհամարեի սա որպես ուղղակի հուսահատության ակտ Փաշինյանի վարչախմբի կողմից, եւ այդ հուսահատության ակտը ավելի է ցույց տալի եւս մեկ անգամ, թե իրականում ինչ փրփուրներից են այս մարդիկ փորձում արդեն կախվել։ Կարծում եմ, որ սա ոչ մի իրավական հետևանք չունենա, առավելից չունենա քաղաքական հետևանք։ Որտեվ կլինի Նարեկը այնտեղ, թե կլինի ուրիշ որևէ մեկը, կներեք, ոնց որ Սամվելին փոխարինես Նարեկը, նենց էլ Նարեկին այդ դեպքում ինչ որ մեկը կփոխարինի, խնդիրը անձերը չեն այստեղ։ Խնդիրը շատ ավելի մեծ է, խնդիրը թե մեր երկիրը ինչ ուղղությամբ է գնում։ Հնարավոր չէ կեղծված փաստաթղթերով այդ ամեն ինչը փոխել։ Եթե կա արդեն ձևավորված հանրային տրամադրություն, իսկ ես դա զգում եմ, այդ հանրային տրամադրությունը չհնարավոր չի փոխել։ Պարոն Չալաբյան, սա նշանակում է իրենք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու, չէ՞։ Իրենք հիմա լցնելու են, ողողելու են ապատեղեկատվությամբ, կեղծ կոպրովատներ են հանելու, ինչի ասես ընդունակ է լինելու։ Իդեպ ես շատ լավ հիշում եմ, որ մինչև ընտրությունները նույնիսկ եւ անձնական զրույցներում եւ եթերներում մարդիկ քննարկում էին, որ սա ամեն ինչի ընդունակ է, ընդհանուր կարող է, օրինակ, քանի որ ինքը մարտի 1-ի ակտիվ դերակատարներից մեկն էր, ինքը հրահրողներից մեկն էր եւ ինքը կարող է նման իրավիճակ էլ քաղաքացիական բախումներ էլ հրահրել, ինքը կարող է, չգիտեմ, պանդեմիայի պատճառաբանություններ, մի հատ COVID-ի, չգիտեմ, նման ինչ որ բանել մտցնել։ Չի կարող, այդ երկրորդը չի կարող, իր խելքից բարձր է դիվերը։ Դե հիմա ինչ որ պանդեմիայի մասին խոսում են, չէ՞, ինչ իմանանք, ասենք։ Դե կարող է Աֆրիկայից ինչ որ վիրուս բերեն, հա, չգիտեմ, ինչ որ ճանճերից միջոցով տարածվող, չգիտեմ, եւ այլն, մոծակներով տարածվող։ Այսինքն, մարդիկ քննարկում էին, սա է հետաքրքիր, որ սա այս Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է, ինքը կարող է, ասենք օրինակ, նման իրավիճակ ստեղծել, հրահրել, չգիտեմ, բախումներ քաղաքացիական հրահրել եւ արտակարգ դրություն սահմանել, երկարաձգել իր ժամկետը։ Ինչ ասեք կարող է անել, չէ՞։ Սրան պատրաստ է ընդդիմությունը։ Տեսեք, ես կասկած չունեմ, որ այո, Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է։ Եվ կասկած չունեմ, որովհետեւ մենք տեսել ենք իրան։ Իրականացում մեջ տեսել ենք, որ այդ մարդը պատրաստ է մեր բոլորի արունը թափել սեփական իշխանության համար։ Նա հազարավոր մարդկանց արունն է այս ընթացքում թափել սեփական իշխանությունը երկարաձգելու համար, ավելին նա խոստովանել է։ Երբ որ իրեն հասնում են ինչի համար էս պատերազմին տարել, ինչի համար էս այդքան մարդկանց գլուխը կերել, ասա որ դուք ինձ դավաճան չասեք։
Նա փորձել է բոլորին հանցակից սարքել իր հանցագործությանը, որպեսզի ինքը կարողանա իր իշխանությունը շարունակի։ Մենք բոլորս դա տեսել ենք, մենք դա գիտենք, դրանում կասկած չկա, բայց արդյոք դա նրան կփրկի։ Կարծում եմ, որ ոչ։ Բացատրեմ նաև ինչու։ Որովհետև որպեսզի նա կարողանա դա անել, բազմաթիվ մարդիկ հերթական անգամ պետք է նրա հանցակիցը դառնան։ Իսկ արդյոք դա տեղի կունենա։ Կարծում եմ, որ տեղի չունենա, որովհետև այս 8 տարիների ընթացքում նույնիսկ այն մարդիկ, որոնք նրան շրջապատում են, սկսել են հասկանալ, որ այս մարդը տանում է իրանց դեպի անհայտություն, դեպի աղետ, անհուսություն։ Տեսեք, Փաշինյանը այս ընթացքում փաստացի ընդունել է, որ Տիգրանաշենը հանձնելու է, ասել արդեն դրա մասին, հարցրել են, ասել է, պատասխան է տվել։ Փաստացի գուցե չի ընդունել, բայց չի հերքել, որ պատրաստ է լինելու ընդունել ադրբեջանական վերաբնակեցումը Հայաստանում։ Չի ասել բացահայտ, բայց չի էլ մերժել, չի էլ հերքել։ Ասում է դա ադրբեջանական նարատիվ է։ Բայց եթե դու ասում ես, որ դու խաղաղության համար պատրաստ ես ցանկացած զիջման, ուրեմն դու այդ զիջմանն ես պատրաստ։ Ուրեմն դու այդ զիջմանն ես պատրաստ։ Ալեն Սիմոնյանն էր ասել, կարող են գնալ բայո, Բաքվում էլ ապրել, հայերը գնան Բաքվում ապրեն, նրանք էլ գան ապրեն, ինչա՞ պատահել։ Երրորդը Սահմանադրության փոփոխության նախագիծ է պատրաստված, որը իրանք որոշել են գաղտնի պահել, մինչև ընտրությունները։ Ինչու են որոշել գաղտնի պահել։ Որովհետև թեև դուք ու ես օրինակ մտածում ենք, որ խնդիրը անկախության հռչակագիրն է միայն, իրականում մեր տեղեկություններով նաև ուզում են մեջից հանեն այն հոդվածը, որով արգելվում է օտարերկրացիներին Հայաստանում հողի սեփականություն ունենալ։ Դրա նպատակն է, որ ադրբեջանցիները եւ թուրքերը կարողանան Հայաստանում անարգել հողի սեփականատեր դառնան, վաղ-թույլ հողը մեր ոտի տակից քաշեն հանեն։ Հասկանում եք։ Հիմա այդ ամեն ինչը բերում է նա, որ այո, Փաշինյանը փորձելու է այդ թուրք-ադրբեջանական պատվերը մինչև վերջ կատարել, բայց արդյոք հայ ժողովուրդը նրան դա թույլ է տալու։ Արդյոք նույնիսկ այն մարդիկ, որոնք մինչև հիմա իր իշխանության լուր հենարանն են եղել, դա թույլ են տալու։ Ես կարծում եմ, որ ոչ։ Դրա համար մենք այո, ընդունում ենք, որ նա ամեն ինչի պատրաստ է, բայց նա ի վերջո միայնակ դա չի կարող իրականացնել։ Այդ ձևի ամեն ինչի պատրաստ է եղել Մուսալինին է, այդ ձևի ամեն ինչի պատրաստ էր Հիտլերը, Սադամ Հուսեյնը եւ այլն։ Մի հատ տեսեք իրանց ճակատագրերը, հա, որովհետեւ երբ որ համակարգը խելագար դիկտատորի ոտի տակից դուրս է գալի, դիկտատորը ինչի ուզում է պատրաստ լինի, նա միանունը չի կարող դա իրականացնել։ Դե անելու է հետո ասի ժողովուրդ, դուք եք ինձ զայն տվել, եկեղեցու դեմ հարձակումը գրելա, չէ՞, շարունակելու է իր ծրագրում, դա բացահայտ գրելա։ Դուք ուշադրություն կնեք, որ ընդհանրում ուշադրություն դարձրել եք, որ դու ես ինձ ընտրել, դու ես արել։ Ուշադրություն դարձրել եք, որ եկեղեցու դեմ դադարել է խոսել։ Գիտեք ինչու։ Ժամանակավոր, ինչու, որովհետև տեսել է, որ եկեղեցին առնվազն կրկնակի ավելի մեծ հանրային աջակցություն ունի, քան ինքը, առնվազն 70-80% է, ինքը այդքան չունի, առնվազն, երրակի ասենք, որպեսզի բան չենք, թվերի մասին չվիճենք, բայց դադարել է եկեղեցու մասին խոսել, բայց մարդիկ հո չեն մոռացել։ Մարդիկ հո հասկանում են, որ այս մարդը եկեղեցի քանդող է, իր էությամբ հակաքրիստոնյա է, իր էությամբ փորձում է հայ առաքելական եկեղեցին ըստ էության կազմաքանդի ներսից, արդեն անցյալ տարի մեջները փորձում էր պարակտում գցեր այն եպիսկոպոսներին տաներ իր կողմը, այն 10 եպիսկոպոսը։ Հիմա շարունակում է հարձակումը, տեսնում եք, էլի, այնպես չի ուղղակի։ Դադարացել է, բան արել։ Հանրային շատ չի խոսում, բայց ծրագրի մեջ նախ ներառել է ԿՊ-ի ծրագրում, որ իրեն զայն տալու դեպքում ինքը եթե վերընտրվեց, ինքը շարունակելու է հարձակումը եկեղեցու դեմ։ Մարդիկ կուր չեն եւ իրանց հիշողությունն էլ ի վերջո կա, չէ՞, նրանք հասկանում են, նրանք տեսան իմիջիալից այդ կետերը ծրագրում։ Տեսան կետերը եւ դա նշանակում է, որ ցանկացած մարդ, որը գնալու է Փաշինյանին տա ձայն, պետք է ի վերջո գիտակցի, որ նա իր ձայնը տալիս է ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Շատ կարևոր դրվագ էր այդ, որ ասեցիք, ինչն են թաքցնում սահմանադրության մեջ փոփոխություններից, մենք հատկապես հռչակագրի մասին ենք խոսում եւ եկեղեցու հետ կապած, թե ինչ է անելու, բայց նաեւ դա շատ կարևոր է, փաստորեն, որ ուզում են հողի հետ սեփականության հետ կապված փոփոխություն անեն, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարողանան հող գնեն։ Մի բանի մասին էլ ասեմ, այդ դրա մասին իրենք չեն թաքցնում, օրինակ հողը թաքցնում են, բայց մի բան կա, որը չեն թաքցնում, բացահայտ ասում են, տեսեք, հիմա մեր դատական համակարգի հարաբերական, շատ փխրուն անկախությունը ապահովում է նրան, որ դատավորը նշանակվելուց հետո առնվազն մինչև իր կենսաթոշակի գնալը, որ մինչև 65 տարեկանը կարող է պաշտոնավարել։ Փաշինյանը չի թաքցնում, որ եթե ինքը սահմանադրությունը փոխի, դա փոխելու է։ Դատավորները այսուհետ պետք է նշանակվեն ինչ-որ մի ժամկետով, ինչպես սահմանադրական դատարանում է։ Ուստի բոլոր դատավորներին
որոնք այսօր էլ իրանց վրա զգում են այդ ճնշումը, հա, քաղաքական իշխանության։ Բոլոր դատավորներին ուզում եմ պարզապես տեղյակ պահեմ, հարգելիներս, եթե Փաշինյանը հանգարց ինչ-որ հրաշքով գա իշխանության, դուք բոլորը ձգվելու եք պաշտոններից, բոլորդ առանց բացառության։ Դրանից հետո պետք է բացահայտ անցնեք իր թրի տակով, որպեսզի շարունակեք պաշտոնավորել։ Նկատի ունեցեք, եւ դա սպեկուլյացիա չի, ինքը դրա մասին բացահայտ ասել։ Կար արդարադատության ինչ-որ մի հատ ֆորում, որում ինքը ելույթ էր, բացահայտ դրա մասին ասել։ Նկատի ունեցեք պարզապես այդ, եւ երբ որ գնաք քվեարկելու, հիշեք, եթե դուք քվեարկում եք Փաշինյանի օգտին, դուք քվեարկում եք ձեզ պաշտոնազրկման օգտին։ Յուրաքանչյուր դատավոր, եւ փոխարեն ընդհակառակը, եթե ընդդիմությունը գա իշխանության, Սահմանադրությունը բնականաբար այդ կարգի փոփոխություն չի կրելու, որովհետեւ ամբողջ աշխարհում դատական համակարգի անկախությունը ապահովում է դատավորներին ցմահ նշանակելով։ Դա ստանդարտ միջազգային պրակտիկա է։ Ցնցումների մեջ են ընկնում, երբ որ նրանց հիշեցնում ենք Ալիևի խոսքերը 24 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ այսպես կոչված իրենց Արևմտյան Ադրբեջան համայնքը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցով դիմել են Հայաստանի կառավարությանը եւ դեռ պատասխան չեն ստացել։ Մենք դիմել էինք կառավարությանը, որը հարցը փոխանցել էր արտգործնախարարությանը ու լղոզել էին հղում տալով Փաշինյանի ինչ որ Armenpress-ում ասած հարցազրույցի։ Հիմա հարց, ինչու չի պատասխանում Ալիևին։ Թող վեր կենա ինչ որ միտեղից, պատասխանի Ալիևին, ինձ պետք չի ինքը պատասխանի, հա։ Ինձ ընդհանրապես մեկի, եթե ինքը նույնիսկ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, հա, այս պահին դե յուրը, ապա թող ինքը որևէ բարձր ամբիոնից հայտարարի, որ բացառվում է 300,000 եւ ավելի ադրբեջանցի վերաբնակեցումը Հայաստանի տարածքում։ Ինչու չի անում։ Տեսեք, մի քանի պատճառ կա։ Առաջի եւ ամենակարևոր պատճառը, որտեղ բնավել չի բացառվում, ընդհակառակը դա Ադրբեջանի պահանջներից մեկն է։ Հստակ, այո, ասում են։ Ադրբեջանի պահանջներից մեկն է եւ ավելին ձեզ ասեմ, տեսեք, երկու բան։ Հունիս ամսին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում կազմակերպվում է հերթական համաժողովը Արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Մինչ այդ, եթե դուք ուշադրություն եք դարձել, տարածվենք կես տարի առաջ։ Նախիջևանի կարգավիճակը ինքնավար հանրապետությունից իջացվեց։ Մեր հայ հասարակության ուշադրությունից դա վրիպեց։ Բայց իրականում դա Արևմտյան Ադրբեջան ստեղծելու ճանապարհին շատ կարևոր քայլ է։ Ինչու՞։ Որտեղ մի բան է Նախիջևանը ինքնավար հանրապետություն է, որը տրվել է Ադրբեջանին 1921 թվականին Կարծի պայմանագրով Հայաստանի Հանրապետության կողմից։ Դե բայց ասես դա էլ է փոփոխության ենթարկելու Ալիևը, բացի այն որ կարգավիճակի իջեցում է։ Միտքս ավարտեմ էլ մի հատ, տեսեք։ Սա տրվել է Ադրբեջանի Հանրապետությանը շատ հստակ պայմանով, որ նա մնալու է ինքնավարություն, իսկ ինչու ինքնավարություն, որտեղ այնտեղ կար մեծախոցաթիվ հայ բնակչություն, խառը բնակչություն էր հայ ադրբեջանական։ Հիմա այնտեղ բնականաբար հայկական բնակչություն չի մնացել։ Ադրբեջանը իջեցնելով իր կարգավիճակը Նախիջևանի, ըստ էության քայլն է պատրաստում Սյունիքի անեքսիայի դրա միջոցով, որտեղ ինքը Արցախի անեքսիան արդեն արեց, Նախիջևանի կարգավիճակի իջեցնում եւ ասում արանքը մնացել է Սյունիքը, որը մեր պապենական հողն է, եւ անվանում է Զանգեզուր։ Հասկանաք, մարդկանց ուշադրությունից դա վրիպել է։ Նա ըստ էության ասում է հետեւյալը, Ադրբեջանը դա ոչ թե մինչև Սյունիքն է, հա, կամ մինչև Արցախը, մինչև Նախիջևանի վերջը այդ Ադրբեջանն է։ Արանքը մնացել է մի հատ սեփ, որը էլի մեր պապենական հողն է, վերցնելու ենք։ Դա մեկ։ Եվ պատահական չի, որ այդ համաժողովը անցկացվում է Նախիջևանում։ Եվս մի անգամ այդ շեշտադրումը անելու համար։ Երկրորդը, Ադրբեջանը դա չի թաքցնում, եւ դա արվում է նախագահի մակարդակով։ Նախագահը անընդհատ ելույթ անենում, նախագահ Ադրբեջանը ընդհանրապես ասում է, մենք վերադառնալու ենք Երևան մեքենաների վրա։ Հիմա դու կարող եք ասել, ինչի պետք է մենք ուշադրություն դարձնենք ադրբեջանական նարատիվներին, ինչպես ասում էր Փաշինյանը իմիջիալից իրան մոտեցած քաղաքացում, որովհետև ցանկացած ադրբեջանական նարատիվ ի վերջո դառնում է Ադրբեջանի կողմից քաղաքական պատվեր Փաշինյանին եւ Փաշինյանը գնում է դա իրականացնելու։ Ոնց որ օրինակ Տավուշում հողերը հանձնեց, ոնց որ հիմա ասում է որ անկլավները հանձնելու են։ Նույն ձևով երբ որ իրան ասեն որ պետք է ադրբեջանցիները վերադառնան, նա ստիպված է լինելու դա անել։ Ստիպված, ինչու, որովհետև Ադրբեջանը իր նկատմամբ ունենալու է այդ առավելությունը։ Ասել է եթե ադրբեջանցիները չվերադառնան, ես պատերազմ եմ սկսելու։ Եվ Փաշինյանը գալու է ասել է Ժորժ ջան, պետք է ընտրենք ադրբեջանցիների վերադարձի եւ պատերազմի միջև։ Շարունակել է մեզ վախեցնել պատերազմով։ Ինչու, որովհետև քանի Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանը միշտ հնարավորություն է ունենալու Հայաստանին սպառնալ պատերազմով։ Դա շատ կարևոր բան է, շատ կարևոր միտք է, որ մեր ցանկացած ընտրող պետք է հասկանա։
քանի Փաշինյանը իշխանության է, Ադրբեջանը հնարավորություն ունենալու Հայաստանին սպառնալ պատերազմով եւ նոր զիջումներ կորզել։ Եվ այդ զիջումների վերջը չկա։ Հիշեցնենք այստեղ այնուամենայնիվ, որ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Կարսի պայմանագրում փոփոխություն է ուզում կատարել, ճիշտ է։ Նաեւ մի շարք փորձագետներ, օրինակ այդ թվում Սերգեյ Մելքոնյանն այստեղ միջազգայնագետ, երբ որ զրուցում էինք, նա բազմիցս ասել է այն մասին, որ Նախիջևանից Հայաստան մտնող ճանապարհները մի քանի անգամ լայնացրել են, ինչը նշանակում է, որ դա դեպի Հայաստան մտնող, որպեսզի ռազմական տեխնիկա տեղաշարժվի։ Այսինքն ընդ որում Նախիջևանը հիմա դարձել է ամենամիլիտարիզացված կետը տարածաշրջանում։ Սա շատ կարևոր է, որտեղ անընդհատ Թուրքիան եւ Ադրբեջանը, այդ թվում Պակիստանը, համատեղ զորավարժություններ են անում։ Պարոն Չալաբյան, այս հարցի մասին խոսենք։ Մի կողմ թողնենք, որ աշխարհում, չգիտեմ, չկա գետ մեկ ղեկավար, որը սեփական ժողովրդին թշնամու կերպարով վախեցնի կամ պատերազմով վախեցնի, շանտաժանի։ Հիմա Փաշինյանը Ալիևով փաստացի շանտաժ է անում, որ ընդ որում ասում է պատերազմ է լինելու, եթե ինձ չընտրեք, եւ ասում է դա լինելու է սեպտեմբերին։ Այն որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, կասկած չկա, միշտ է պատրաստվում։ Միշտ է պատրաստ կա։ Եվ այո, միշտ է պատրաստ, բացի այդ, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի ձեռքով Ալիևը ստացավ այդ օգոստոսին Թրամփի հետ պայմանավորվածության շրջանակում, բացի Սոկարը ExxonMobil-ի հետ նավթային կոնտրակտները միլիարդների, Մինսկի խմբի լուծարումը, նաև 907 բանաձևի չեղարկումը եւ Ատլանտիկ կոնսուլ ուղեղային կենտրոնը վերջերս հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր Ադրբեջանը իր ռազմավարական մեր ծրագիրը արդեն կարող է իրականացնել, հեսա Փաշինյանի ընտրություններն էլ Հայաստանում կլինեն կաջակցեն եւ այլն եւ մեծ գործարքը տեղի կունենա այդ 907 բանաձևը կչեղարկվի այլևս եւ Ադրբեջանը կարող է Միացյալ Նահանգներից արդեն ցանկացած զենքը ձեռք բերի։ Այս բանաձևը դեռ չեղարկված չի։ Չէ, դեռ չեղարկված չի, չէ։ Այդ ֆորմայ այդ ուղղությամբ Ադրբեջանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում Սենատի հետ եւ այլն, հա, ուզում եմ ասել, դեռ չեղարկված չի, բայց արդեն իսկ ցրցամը տրված է։ Ճիշտ է թե չէ, օգոստոսին արդեն խոսվել է դրա մասին։ Հիմա ինչ տեղեկություն ունես, ինչու սեպտեմբեր, ինչու պետք է պատերազմ լինի, բա խաղաղություն չես կնքել։ Տեսեք, ակնհայտ է, որ Փաշինյանը ըստ էության չունենալով փաստարկներ եւ չունենալով դրական ապագայի որևէ տեսլական Հայաստանի համար, փորձում է այս դիսկուրսը շեղել հակառակ ուղղությամբ։ Ասել, որ ես գուցե ձեզ ոչ մի լավ բան չեմ խոստանում, բայց եթե ես չլինեմ, կլինի ավելի վատ։ Դա տրամաբանություն է դա։ Որ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Հիմա մի հատ վերցնենք, հերձենք, էլի էս աբսուրդային պնդումը։ Ախ, ինչու պետք է պատերազմ լինի։ Մենք ինչ ենք, եթե օրինակ անդիմությունը գա իշխանության Ադրբեջանի պատերազմը, հայտարարի, իհարկե ոչ։ Հրաժարվել են իր այդ խաղաղության բանակցությունից, իհարկե ոչ, չեն հրաժարվել։ Բնավ չեն հրաժարվել։ Կա մի գործողություն Հայաստանի կողմից, կա Հայաստանում որևէ քաղաքական ուժ ընտրաշավին մասնակցող, չեմ ասում, ասենք, այն լուսանցքային մարգինալ ուժ են, ընտրաշավին, որը պատրաստվում է գալ եւ փորձել Ադրբեջանի հետ պատերազմ հրահրել։ Իհարկե ոչ։ Այսինքն, եթե լինի ինչ-որ մի հատ, ասենք, չգիտեմ, էսկալացիա, դա լինելու է մեն Ադրբեջանի կողմից, բայց Ադրբեջանի կողմից կլինի այդպիսի էսկալացիա։ Մեն այն դեպքում, թե Ադրբեջանը դա թույլ տա։ Որովհետև եթե տարածաշրջանի հիմնական ուժային կենտրոնները չունենան դրա շուրջը կոնսենսուս, փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը երբևիցե այդ կոնսենսուսը չի խախտել։ Նա Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել է միայն այն դեպքում, երբ որ ունեցել է հիմնական խաղացողների, այսպես ասած, թողտվությունը։ Առաջին հերթին 2020 թվականին դա բաց հայտ է։ Նա հիմնական խաղացողների թողտվությամբ է պատերազմը սկսել Հայաստանի եւ Փաշինյանի վարչախմբի դեմ հենց։ Հիմնական խաղացողների թողտվությամբ։ Փաշինյանին թվում էր, որ քանի որ ինքը, այսպես ասած, ժողովրդավարական բան, փետուրներ ունի, իրան Եվրոպան պաշտպանել է, չի պաշտպանել, ոչ մի բան չի արել։ Հիմա իմ համար բացահայտ է, որ եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը եւ Հայաստանում ձևավորվի նոր իշխանությունը ուժային կենտրոնների հետ շատ ավելի լավ կպայմանավորվի, քան թե Փաշինյանը, որը բոլորի աչքերում ինչ-որ իմաստով, բացառությամբ գուցե մի քանի եվրոպական գործիչների, բոլորի աչքերում արդեն ինչ-որ իմաստով մարած քարտա։ Մարած քարտա մի մարդ, որը արդեն եթե հանրային աջակցություն չունես,
Սաղ էս ընթացքում միայն պարտությունների շարան է։ Ոչ մի բանի ընդունակ չես, ոչ մի բան չես կարողանում անել, դու բեռ ես, անգլերեն բառ կա liability, հա։ Դու այդ ձևի բեռ ես բոլորի համար, ոչ մեկ արդեն քո հետ էլ գործել չի ուզում անի։ Տեսնում եմ, որ դու ոչ մի բան չես կարողանում, երկրիդ ներսում չես կարողանում հարցեր լուծես։ Երբ որ գա նոր իշխանություն, որ ունենա հանրային աջակցություն եւ հանրային մանդատ, նա շատ ավելի լավ կպայմանավորվի ուժային կենտրոնների հետ եւ կկարողանա ցանկացած պատերազմը կանխել, ես դրանում համոզված եմ։ Առավելևս այս պահին, երբ որ մենք ունենք տարածաշրջանում սուր հակասություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, եւ երբ որ տեսնում ենք, որ Իրանը որպես այդ հակասությունների, այսպես ասած, լուծման միջոց, ըստ էության խփում է Միացյալ Նահանգների դաշնակիցներին։ Եվ Ադրբեջանը այդ տեխնացիաների մեջ է։ Ադրբեջանը այս պահին պատերազմ սկսելու ռիսկի չի կարող գնալ, պարզապես չի կարող գնալ, ինչի որտեղ անմիջապես իրան խոցելի է դարձնելու։ Ոչ թե մեր, Իրանի առաջախոցելի դարձնելու։ Դե համար ակնհայտ է։ Դե համար այդ պնդումները, որ եթե մենք կարող է պնդեն, որտեվ դեռ պատերազմը ավարտված չէ, այսպես ասենք, Իրանի նույնիսկ երրորդ հարձակման մասին են շատ վերլուծաբաններ խոսում, Արևմուտքը Փաշինյանին ստիպի գինը լինի, որպեսզի օգտագործվի Իրանի դեմ։ Չի բացառվում, բայց դա աղետ կլինի, որովհետև հասկանում եք, չէ՞, որ մենք ես հասկանում եմ բացարձակ բան չենք էլի, համակշռելի չենք Իրանի հետ եւ բացրանց Իրանը ամբողջ այս ընթացքում եղել է մեր թիկունքը պահող, զգալի չափով մեր թիկունքը պահող երկիր։ Իրանով են գալիս բազմաթիվ ռազմական մատակարարումներ, Իրանով գալիս են բազմաթիվ խաղաղ նաեւ տրանսպորտագալի եւ այլն։ Մի անգամ Սյունիքում եղած մարդը միանգամից հասկանում է ինչա նշանակում մեր համար Իրանը։ Ինչա նշանակում, որ Կապանում միակ հյուպատոսությունը գլխավոր Իրանի հյուպատոսությունն է։ Եվ մարդիկ այնտեղ հյուպատոսություն են բացել հստակ ուղերձ տալով, որ Սյունիքը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեր համար կարմիր գիծ է։ Ֆրանսիայինը թողեցին ներկայացություն ունենալ այդտեղ։ Բայց Ֆրանսիան երբևիցե չի ասել, որ մեր համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ Դե չէ, Ֆրանսիային Ուրանն է հետաքրքիր, ինքը Աֆրիկայում կորցրեցՈւրանը, իրեն Սյունիքը դրանով է հետաքրքիր։ Ուրիշ բան, օրինակ օրեր առաջ, սրա մասին էլ ուզում եմ անպայման խոսել, ՎՏԱ-նախարար Մխիթար Հայրապետյանն չէ, կարծեմ, ասաց առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել։ Ուրա հիմա բան են անում, Հայաստանը զենք արտադրող երկիր է, զենք է արտահանում, այս բլեֆ եկեք մի հատ բացենք, էլի էս ինչ։ Ես անկեղծ ասած Հայաստանում արտադրվել է, հա, զենք ասվածը սա չափազանցություն է, եկեք հասկանանք ինչի մասն է խոսքը։ Եկեք այդ թեմայով չխոսանք, ասեմ ձեզ ինչու է, որովհետև ես կարծում եմ, որ նախ պետքա ողջունել են փաստը, որ Հայաստանը սկսում է սպառազինությունների շուկայում որոշակի դերակատարություն ունենալ, շատ համեստ երկիր։ Բայց լավ է, կարևոր քայլ է, իդեպ առաջին անգամ չի, որ Հայաստանից սպառազինություն արտահանվում, նախկինում էլ է դա տեղի ունեցել։ Դրա համար եմ ասում, էլի, գիտենք, արտադրություն էլ է եղել, խրախուսվել էլ է, բայց այստեղ շատ կարևոր է հետևյալը։ Ես Մխիթար Հայրապետյանին կոչ կանեի, որ մինչև այդպիսի, այսպես ասած, պնդումներ անելը, ինքը ասել, իսկ ձեր դերակատարությունը որն է։ Ձեր դերակատարությունը որն է։ Մասնավոր հատվածի ջանքերով այդ ամբողջությամբ տեղի ունեցել։ Մասնավոր հատվածն է արել ներդրումներ, մասնավոր հատվածն է սպառազինությունները մշակել, ինքն էլ կարողացել է գնալ եւ կոնտրակտներ։ Մենք գիտենք ինչի մասն է խոսքը։ Դուք դրանում ԿՊ հարգարժան գործիչներ որևէ դեր չունեք, որևէ։ Դուք ոչ օգնել եք, ոչ ներդրում եք կատարել, ոչ ոչ մի դեր չունեք։ Բայց եկեք մի բան էլ, այդ ընկերությունները նախկինում էլ չէ, մինչև 18 թվականը արտադրում էին։ Գիտեք ինչպես է։ Մի մասը հիմնականում, տեսեք, Հայաստանում գիտենք ում մասին է, որ ընկերությունների մասին է խոսքը, բայց չենք բացում դեռ։ Չենք բացում, բայց ասում ձեզ, դե բնականաբար գիտենք չենք բացում։ Բայց տեսեք, Հայաստանում ռազմարտունաբերության, այսպես ասած, արագ աճը տեղի ունեցել 2020 թվականի 44 օրյա պատերազմի սկսած, ինչի որտեղ բազմաթիվ մասնավոր ընկերություններ գիտակցելով Հայաստանի սպառնացող վտանգը մտել են այդ գործունեության դաշտը խաղաղ ոլորտից, քաղաքացիական ոլորտից, մտել են այդ դաշտը բարձր տեխնոլոգիական ընկերություններ։ Տարբեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ ստեղծել են իրենց ռազմական, այսպես ասած, բաժանմունքները, հա։ Դրանց մեջ ներդրում է կատարել մասնավոր հատվածը Մխիթար Հայրապետյանի նախարարությունը 5 տարի շարունակ թերակատարում է ռազմարտունաբերության աջակցության բյուջեն, այս տարի եւս թերակատարում է իդեպ
թող Մղթար Հարապետյանը հերքի իմ ասածը։ Այս տարի եւս թերակատարում բոլոր տարիներին թերակատարել է եւ ռազմարտությունաբերական ընկերությունները խուսափում են այդ նախարարության հետ աշխատելուց։ Ներառյալ նաեւ հենց Մղթար Հարապետյանի հետ խուսափում են աշխատելուց։ Ուստի երբ որ նրանք հաջողության են հասնում, ոչ թե շնորհիվ Մղթար Հարապետյանի եւ նրա քպայական, այսպես ասած, հարերի, այլ ի հեճուկս խանգարելուն, չոքնելուն, ամեն տեսակ խոչընդոտներ մտցնելուն ի հեճուկս մարդիկ հաջողության են հասնում, որը ցույց է տալի, որ այո, եթե հայ մարդը փորձում է ինչ որ արդյունքի հասնել, նրա տաղանդը, աշխատասիրությունը, հնարավորությունները է նաև ապրիլյանի ժամանակ հայ արտադրողների արտադրածը, ճիշտ է։ Եղել են, բայց նորից ես հասկանում եմ, վստահեք ինձ հիմնական արտադրածը 20 թվականից, բայց Մղթար Հարապետյանը, նրա նախորդները, նրա այսպես ասած քաղաքական հարերը դրանում որևէ ջանք չեն դրել։ Եվ զարմանալի է, երբ որ Մղթար Հարապետյանը փորձում է դա իրան վերագրել, շատ լավ հասկանալով, որ ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։ Եվ շարունակում է թերակատարել ռազմարտությունաբերական բյուջեն։ Շարունակում է թերակատարել։ Դա շատ կարևոր էր։ Եվ պարոն Չալաբյան, վերջում ուզում եմ խոսել Աստանայում սպասվելիք հանդիպման մասին, որի մասին հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ես ուզում եմ սրա մասին խոսենք։ Մինչ այդ Պուտինը Փաշինյանին զգուշացրեց, որ այլևս հնարավոր չէ երկու աթոռի վրա նստել եւ Եվրոպական միություն գնալ եւ ԵԱՏՄ-ի բարիքներից օգտվել, եւ Օվերչուկը շատ կոշտ հայտարարություն արեց, որ պետք է շատ արագ կողմնորոշվի, կարելի ասել սա վերջնագիր էր, եւ ասաց, որ մայիսի 28-29-ին Աստանայում, որին ի դեպ մասնակցելու է Մհեր Գրիգորյանը փոխվարչապետ, այդ հարցը պետք է որոշակի անա։ Նա ասաց, հակառակ դեպքում մենք չենք պատրաստվում, Ռուսաստանը չի պատրաստվում իր բյուջեի հաշվին, այսպես ասած, լավություն անել Հայաստանին, մի երկրի, որը գնում է դեպի այն կառույց, որը Ռուսաստանի ոչ, այսպես ասած, բարեկամ քայլերն է Ռուսաստանի նկատմամբ անում։ Սրա հետևանքները հասկանանք։ Ինչ որոշում կայացնի Փաշինյանը։ Մի կողմից փաստորեն արևմուտքն է ճնշում, ասում է պիտի հակառուսական քայլեր անես, հիմա Ռուսաստանը հասկանալով ասում է վերջ, պիտի հիմա որոշակի ասնես, էլ կամ։ Տեսեք, ցավալի է, որ ամեն ինչ այդ կետին է հասել, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության շահերից անկախ Փաշինյանից, Հայաստանի Հանրապետության շահերից է բխում համագործակցությունը եւ Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոպական միության հետ։ Մենք ոչ քարտեզից կարանք Ռուսաստանի Դաշնությունը ջնջենք, ոչ էլ Եվրոպական միությունը։ Մենք երկուսն էլ կարևորագույն ռազմաքաղաքական տնտեսական կենտրոնները, որոնք գտնվում են մեր հարևանությամբ, եւ ասենք ինչքան մենք հիշում ենք անկախությունից ի վեր երկուսի հետ էլ եղել է որոշակի համագործակցություն, հա։ Եվ այդ համագործակցությունը պետք է շարունակվի։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ Փաշինյանը իրան հատուկ ոչի մեջ սայլ է վերածել արկածախնդրության։ Եվրոպական միությունը ոչ մեկ Հայաստանին չի սպասում։ Ես եթե հիշում եք, մի ամիս առաջ ինքս գտնվում եմ Բրյուսելում, Եվրոպարլամենտում պատգամավորական խմբակցությունների հետ հանդիպումների ենք մենք գնացել եւ մարդիկ շատ հստակ ասում են, որ Եվրոմիությունը սկզբից պետք է ինքը իրեն բարեփոխի, պետք է իր որոշումների մեխանիզմները փոխի եւ ի վերջո շատ լուրջ պետք է վերաբերվի նրան արդյոք իմաստ ունի հետագա արևելյան ընդարձակումը, որովհետեւ արևելյան ընդարձակումը բերել է նրան, որ Եվրոմիությունը ներսից անկայուն է դարձել, որ Եվրոմիության ռեսուրսները չեն հերիքում արդեն բոլորին մեղմ ասած սպասարկելու համար, որ ընդարձակ ինչ ասում եմ մոռացեք, որ Եվրոմիությունում հերթ են կանգնած ուրիշ երկրներ, ինչպիսին ասենք Սերբիան, ինչպիսին է Ալբանիան, ինչպիսին է Թուրքիան, 30 տարի, Թուրքիան 30 տարի, Ուկրաինան, բա, Ուկրաինայում ասել չեմ ասում, հա, որը Եվրոմիության համար ահավոր գլխացավանք է, բոլոր այն պատգամավորական խմբակցությունները, որոնց հետ մենք հանդիպել ենք, կտրականապես դեմ են Թուրքիայի անդամակցությանը, կտրականապես։ Հիմա ես պարզ հարց եմ տալիս։ Ասում եմ, եթե Հայաստանի Հանրապետությունը ուզենա անդամակցել Եվրոպական միությանը, որտեղ է այդ Եվրոպական միության սահմանը, ինչպես ենք անդամակցելու։ Եթե Վրաստանը չի ուզում անդամակցի կամ սառեցրել է բանակցությունները, Թուրքիան էլ թեև գուցե ուզում է, բայց ըստ էության Եվրոմիությունը դա չի ուզում։ Ո՞նց է Հայաստանը որպես անգլավ անդամակցելու Եվրոմիությանը։ Լավ, բա հայտ ինչի չին տալիս։ Ուզում ես Փաշինյան ԵՄ անդամակցություն, հայտ ներկայացրա։ Չէ, դե հայտ էլ չի ներկայացնում։ Հայտ էլ բնականաբար չի։ Բա ինչի՞ ես այս ճամարտակությունը, ինչի՞ ես բլեֆան։ Սա բացարձակ արկածախնդրություն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դեպքում խելամիտ բանաձևը հետեւյալն է, որ մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, շարունակում ենք ԵԱՏՄ-ի հետ աշխատել, Եվրոպական միության հետ մենք ունենք այսպես կոչված SEPA-ն, հա, ընդարձակ համագործակցության պայմանագիր ունենք։ Այդ SEPA-ով հսկայական ծավալի աշխատանք կա դեռևս կատարելու, որովհետեւ մենք իր ամբողջ ներուժը իրացնենք։
Փոխանակ մենք այդ աշխատանքը կատարենք, այդ ներուժ իրացնենք, Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը բարձրացնենք ավելի բարձր մակարդակի, բացարձակ արկածախնդիր իդեա է առաջանում, որ եկեք Հայաստանի Հանրապետությունում ընդունենք օրենք, որը իդեպ ոչ մեկին ոչ մի բանի չի պարտավորեցնում, հիշեցնում եք այդ օրենքը, ըստ էության օրենք չի, հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրոպական միության անդամակցության գործընթացը։ Շատ տարօրինակ էր, որ Հայաստան խմբակցությունը բացակայեց այդ օրենքի քվեարկությունից ազգային ժողովում եւ չգնաց դեմ քվեարկեց այդ խապկանքին, հա, այդ։ Դնենք դա մի կողմ, բայց դա օրենք էլ չի, դա ոչ մեկին ոչ մի բանի չի պարտավորեցնում, բայց դա հիմա անիմաստ տեղը Ռուսաստանի Դաշնության հետ գրգռում է մեր հարաբերությունները, ոչ միայն այդ օրենքը, այլ հենց Փաշինյանի վարկագիծը։ Հիմա ինչ են որոշելու Աստանայում, Ռուսաստանը ասում է կամ, որոշի, արագ որոշում կայացրա։ Ես չեմ կարող կանխատեսել ինչ որոշում է լինելու, բայց ես կարծում եմ նորից մեր դիրքորոշումը, հայ-քվեի դիրքորոշումը հետևյալն է, որ ԵԱՏՄ-ում մենք շարունակում ենք նորմալ աշխատել եւ օգտվել այն հնարավորությունից, որը ԵԱՏՄ-ն մեզ ընձեռնում է, միաժամանակ Եվրոմիության հետ փորձում ենք մեր համագործակցությունը նորմալ զարգացնել ՍԵՊԱ-ի շրջանակներում, որը այն իրավական հիմքն է, որ արդեն կա։ Փոխանակ փորձենք ասենք մենք հələ կորոշենք որտեղ ենք լինելու, մենք հələ չենք որոշի որտեղ ենք լինելու, շատ պարզ պատճառով, որովհետև Եվրոմիությունը մեզ չի սպասում։ Չկա այնտեղից ուղերձ, ազդակ, որ դուք եկեք, մենք ձեզ կընդունենք, չկա այդպիսի ազդակ։ Եվրոպական, քաղաքական բանի այդ համույթի բաներ, չէ, համաժողով էր Հայաստանում։ Մեկը ասել է, որ եկեք ընդունվեք Եվրոպա։ Մեկը ասել է, հենց Երևանում է տեղ ունեցել։ Մեկը ասել է, եկեք ընդունվեք։ Ասա ձեր որոշումն է, ուզում եք եկեք, ուզում եք մի եկեք։ Չէ, այսինքն հա, բայց այդ գիտեք ինչ է, որ մենք պատասխանատվություն չենք կրում։ Ու եթե դուք վարի գնաք, դուք չգիտեմ ինչ այն։ Ձեր պատասխանատվություն, դուք եք որոշել։ Ինչպես կարելի է այդ աշճան անլրջացնել, էլի հարցը։ Ինչպես կարելի է անլրջացնել, որ հասկանալով դրա աշխարհակաղակական կարևորությունը, հասկանալով թե ինչ կորուստներ դու կարող ես ընթացքում կրել եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական։ Սա նորից եմ ասում, էլի եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպեսի անպատասխանատու գործիչ է Փաշինյանը եւ ինչպես են իր գլխում ծագած հիվանդ գաղափարները մեր բոլորի վրա ահավոր թանկարժեն։ Տեսնենք ինչ է լինելու, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահեն Դավթյան երեկ անդրադարձել էր այդ օրվա որոշմանը, թե ինչպիսին կլինի եւ ասել, եթե Հայաստանը որոշեց այդ քայլին գնալ եւ դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա կլինի ոչ թե երկու ոտքին խփել, այլ նաեւ սեփական ոտքին երկու ոտքին խփել, այլ նաեւ գլխին խփել։ Հիմա մենք չգիտենք ինչ որոշում կկայացնի, բայց արևմուտքներն այս աջակցությունը, որ անում է, այս աչքերը փակելա սրա այս ամեն ինչի հանցագործությունների վրա գին ունի, չէ՞, Չէ, բայց եկեք հասկանանք ինչ է ԵԱՏՄ-ը։ ԵԱՏՄ-ն մեր համար եւ ապրանքների շուկա է։ Ամենամեծ շուկան ապրանքների։ Ընդ որում առավել, այսպես ասած, շահութաբեր ապրանքների, հա։ Երկրորդը ներդրումների ամենամեծ շուկան է եւ երրորդը աշխատուժի շուկա է մեր համար, որովհետեւ մեր մոտից մեծ թվում հիմա, եթե Եվրոպական միությունը պատրաստ է ակնթարթորեն այդ ամեն ինչը կոմպենսացնել, իր աշխատուժի շուկան բացել մեր առաջ, իր ապրանքների շուկան նույն պայմաններով բացել մեր առաջ, ներդրումներ անել Հայաստանում եւ այլն, հələ դրա մասին կարելի է խոսել, բայց Եվրոմիությունը դրանից ոչ մեկի պարտավորությունը իր վրա չի ստանձնում։ Բնականաբար կներեք Ուկրաինան թող նայեն, Ուկրաինայում թող տեսնեն ինչ ա։ Դե նույնը մեր հետ չեղավ այս ընթացքում Արցախի մասին։ Նույնը մեր հետ տեղանցել չէ։ Շնորհակալ եմ, պարոն Չալաբյան, հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ իմ զրուցակիցներ Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Անպայման պետք է գնալ ընտրության։